Մի պահ, երբ որ բոլորս տենց իդեալական կյանք ենք ցույց տալիս, իդեալական բիզնես ենք, մենք բոլորս տենց վերջն ենք, հետո եկավ դրա մյուս տենդենսը, որ սկսեցինք շատ խոսել ֆեյլերից, արդեն մարդիկ հակառակը հենց դու մի քիչ հաջողակ բան էիր պատմում, էլ այդ լավ չէր, արի պատմի ինչ վատ բան ա եղել, ու լսարանի մոտ մի տեսակ քաղց ձևավորվեց անդադար ֆեյլեր լսելու նկատմամբ, ու եթե դու ֆեյլ չէիր պատմում, հաջողությունն էիր քո պատմում, այդ այդպես տրենդի չէր, ոչ լայքում էին, ոչ շնորհավորում էին, բայց այ որ լաց էիր լինում, որ մի բան չի գնացել, դա 4 դրամ ունեինք, բան բոլորը գալիս են սփորտ անելու։ Չեք կարծում, որ մի քիչ այս մշակույթը դեստրուկտիվ կողմ բռնես, երբ որ հիմա ամբողջ թե օրինակ Instagram-ում մարդկանց դուր է գալիս լսել դրամաներ ու տենց լացող ինտերվյուներ, ռեալ հաջողակ բան է պատմում, սկսում են բանը պետությունն է փող տվել, սա լավ պապա ուներ, այն մեկը լավ սիրած ունի, Հիմա կրակ ընկան, տենց լավ գործանող մարդիկ, որ չեն կարողանում պատմեն իրենց հաջողակ պատմությունները։